Հավատում եմ մեզանից ամեն մեկ ուզում է, որ Տերը հենց այդպես նայի քեզ ու հավանի քեզ։ Բայց դրա համար մի բան կա. ինչպես վարվեցինք Տիրոջ տվածի հետ այսօր։ Աստված այս կարգը եկեղեցում սրա համար ա դրել, որ իր խոսքի զորությունը մեր կյանքի մեջ բերելով փոխի մեզի։ Գիտեք, շատ անգամ խի մարդը չի փոխվում, որտեղ ստեղ հավանում է ուղակի խոսքը, ոչ թե փափագելով գալիս ասում է Տեր, ուզում եմ փոխվել։ Իմ խոսքը վերցրու ու ապրի։ Ու քո կյանքում ինչ խնդիրներ կունենաս, ինչ դժվարություններ կունենաս, ինչերով որ դու կանցնես, ես քո հետ կլնեմ։ Երբ որ մենք իր խոսքի հետ ճիշտ չենք վարվում, բայց կարիքի ժամանակ գալիս ենք Աստծո մոտ, դա նման է, որ մենք Աստծուն ասենք Տեր, մեզ չի հետաքրքրում քո խոսքը, ես այս խնդիրն ունեմ, այս խնդիրս լուծի։ Աստված չի ուզում, որ մենք իր հետ այդպես վարվենք։ Ուստի քո Տեր Աստծո օգնությամբ դարձիր քո Տիրոջը։ Գիտեք ես ինչ նշանակում։ Անկամ Աստված մարդուն առաջարկում է, արի քեզ օգնեմ, որ դառնաս ինձի։ Հասկանում եք Տերը ուր կարա գնա։ Ու ինչի համար, որովհետև ինքան սահման սիրում է մեզ։ Ասելուց նպատակը այն է, երբ որ կերակրվում ես, դրա հետ ճիշտ վարվի։ Ու ասա Տեր, չգիտեմ որտեղից պետք է սկսեմ, բայց օգնի որ սկսեմ։